Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ եւ արագ կարող եք դիտել Վկանտակտեում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Մենք արդեն Վկանտակտեում ենք։ Ռուսաստանի տարածքից մեզ կարող եք դիտել Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Բաչ թողնեք։ Բարև։ Լավ ես։ Ավելի շատ անհանգստացած։ Աղբորդ էլ ուզում էի զանգի, են էլ կապից դուրս էր եկել։ Հիմա ասա տեսնեմ ինչ ա եղել։ Հայկոն էր զանգել, ասեց, որ անպայման քեզ ասեմ։ Ինչ ասես։ Գորը նախկին ընկերուհիդ Եվանա դուրս եկել բանդից։ Ասում որ քո մասին է հետաքրքրվում։ Արդեն մի քանի տեղ հարցուփորձ արել ու համել ասում որ իրան նման չէր։ Ոնց որ ինչ-որ բան կա մտքին։ Գոր, բոլորս էլ գիտենք ինչ ա եղել իրականում։ Ու համել գիտենք թե Եվան ինչ տիպի աղջիկ է, էլի։ Եթե ինչ-որ բան ա դնում մտքին, միջև այդ ուզած ինչը հասնի չի հանգստանալու։ Ես որ ավելի լավ ա մի հատ կապվես հետը, թե չէ չգիտես ինչ կլինի։ Աղբորդ հետ ա խոսացել ինքը։ Չէ, մենակ աղբորս չէ։ Արդեն մի քանի տեղ հարցուփորձ ա արել։ Հայկոն ասեց, որ զանգել ա քեզ, որ ասի ուղղակի կապի մեջ չես եղել։ Ես կարամ ինչ-որ բանով քեզ օգնեմ։ Չէ, դու ինձ ասա կոֆե կխմես։ Չէ, ուղղակի ուզում էի գայի քեզ տեսնեի, նոր ասեի այս ամեն ինչը։ Հայկոն շուտ ա արթնանում։ Մի 2 ժամից երևի կապի դուրս կգա արդեն։ Լավ, այդ ամեն ինչը հələ դնենք մի կողմ։ Դու ինձ ասա դու ոնց ես, ամեն ինչ նորմալ ա, ինչի կարիք ունես, ինչով կարամ ես քեզ օգնեմ։ Չէ, նորմալ ա ամեն ինչ։ Արդեն ոնց որ սովորում եմ գլխից ճարը տեսնելու ձևը։ Ու չգիտենք ինչքան կտևի այդ ամեն ինչը։ Ամեն դեպքում դու ապրես։ Ամենադժվարը սկիզբն է։ Դե գնացի։ Որ պետք լինեմ անպայման զանգի։ Անպայման։ Մամ, ոչինչ որ այսօր մի քիչ շուտ դուրս գամ։ Հա իհարկե, բայց ինչ-որ բան ա եղել, տրամադրությունը դուրս չի գալիս։ Չէ, ամեն ինչ նորմալ ա։ Դե գնացի։ Հաջողություն։ Ինչա կատարվում քո հետ Ռեբեկա։ Այսօր աղջիկական օր ենք հայտարարում։ Ռեբեկան, որ իմանա այստեղ ենք եկել ու իրեն ոչինչ չենք ասել, մեզ կսպանի, բայց ավելի լավ է սրա համար սպանի, քան նրա համար ինչի մասին պիտի խոսենք։ Դե հա, մեկը երկու դեպքում էլ սպանելու է։
Կարող է այստեղ վերջացնելուց հետո գնանք սուրճ խմելու։ Սար, կլինի Արմանը գա մեր հետևից այստեղից հետո։ Ես լավ առաջարկ ունեմ։ Ես կգնամ Գորին կտեսնեմ, դու էլ կգնաս Արմանին կտեսնես։ Մանավանդ որ մենք գործեր ունենք պլանավորած։ Արի ներս գնանք։ Սպասի մի րոպե։ Եկել եմ որ խոսանք։ Սպասի։ Ինչ ունեիր ասելու արդեն ասեցիր։ Իսկ ես քեզ ասեցի որ հեռու մնաս, չէ՞ ինձանից։ Հա, ասել եմ։ Ու ես էլ էի մտածում որ չեմ գալու, բայց չստացվեց։ Համ էլ դու միշտ բոլորին ինչ մտքիդ գալիս է ասում ես, չէ՞։ Ես էլ նույնն արեցի։ Ինչի՞ ես նեղանում որ։ Թեմաներ կան, որոնց դու իրավունք չունես անդրադառնալու։ Համենայն դեպս ես քեզ այդ իրավունքը չեմ տվել։ Հիմա կամ ես եմ գնում կամ դու։ Ոչ դու ես գնում, ոչ էլ ես։ Չեմ եկել որ գնաս։ Եկել եմ որ լսես ինձ։ Ես ցանկություն չունեմ քեզ լսելու։ Ստիպված կլսես։ Ռեբեկա, ես քեզ սխալ բան չեմ ասել։ Կարող է իմ ասածի տոնն է քեզ նեղացրել, բայց դրանից իմ ասածը սխալ չի դառնում։ Էլի եմ ասում, ես սխալ չեմ, բայց եկել եմ որ քեզ ասեմ կներես։ Ու ես ներողություն ասելուց նես չի որ թուլանում կամ ուժեղանում եմ։ Չէ։ Բաներ կան այս աշխարհում, սկզբունքներ կան, եթե դիմացինդ քո համար կարևոր է, ուրեմն այդ սկզբունքներդ պիտի դնես մի կողմ ու քայլանաս։ Դու լավ կլինի սկզբունքներդ մի կողմ դնես ու քայլանես ինձանից հեռու։ Ես չեմ ուզում իմ կողքին ընկեր լինի, ով ամեն հարմար առիթով իմ արածները երեսով է տալու կամ նման տոնով է հետս խոսալու։ Մի անգամ արդեն լրիվ հերիք էր։ Լավ, ասենք թե ես սխալ եմ։ Հիմա բարդ է քեզ այդ ամեն ինչը ընդունել ու անցնել առաջ։ Տես որ էլի շարունակում ես։ Լավ, ասենք թե ես սխալ եմ։ Դու քո կյանքում չես սխալվել։ Դու միշտ իդեալական ես եղել, հա։ Դու ոչ մեկի չես նեղացրել, Ռեբեկա։ Իմ սխալը գիտես որն էր։ Որ ես քեզ վստահեցի ու բացվեցի քո առաջ։ Այ դա էր ամենամեծ սխալը։ Բայց դրանում էլ եմ ես մեղավոր։ Կլինի իմ ասածները դու քո ձևով չընկալես ու չմեկնաբանես։ Իսկ կլինի մեկը միշտ չքվես իմ ճանապարհից։ Ինչի՞ է քո հետ այսքան բարդ։ Մի խոսքով Սար, ինքդ տեսար ես ինչքան փորձեցի։ Ինչքան փորձեցինք հեռու մնալ, չստացվեց, ոչ մի բան չփոխվեց։ Ես գիտեի, որ դուք հաշտվելու եք, ուղղակի այդ են վիճակներ, որ ոչ մի բան պետք չէր ասել։ Ուղղակի համ դու էիր տանջվում, համ էլ Արմանը։ Սար, բայց Արմանը ինձ այդպես էլ մենակ չթողեց։ Մենք
Ինչքան փորձեցինք հեռու մնալ, մեկը չստացվեց։ Անընդհատ այնպես էր ստացվում, որ հանդիպում էինք։ Ինչքան հեռու էինք մնում, այդքան ավելի մեր պատկերավոր հեռավորությունը վատացնում էր վիճակը։ Ես մտածում էի, որ հեռու լինենք իրարից ավելի հեշտ է լինելու, բայց չէ։ Ես հենց առաջինը հանձնվեցի։ Ու ճիշտ արեցիր։ Էլ կա դուք իրար շատ եք սիրում ու ափսոս էր այդ սիրուն սերը զոհելը։ Բայց դու պատկերացնում ես, չէ՞, Ռեբեկան ինձ ինչ անելու։ Այստեղ հարցը մենակ դեմ լինելը չի, այստեղ հարցը հորս մահն է։ Դե հա, Ռեբեկային էլ է ժամանակ պետք, որ դրա հետ հաշտվի։ Հասկանում եմ, հիմա պետք չի ասել, բարդ կլինի։ Բայց մի օր հաստատ կհասկանա։ Արմանն է։ Հա, աչքերիդ փայլից արդեն հասկացա։ Ալո։ Էլկա, ես արդեն տպարանից դուրս եմ գալիս, դու վերջացրել ես, թե դեռ չէ։ Դեռ չեմ վերջացրել, բայց դու մինչև գաս ես կվերջացնեմ։ Դե լավ։ Գալիս է։ Այդ գույնը քեզ շատ է սազում։ Հա։ Ապրես։ Ալո։ Բարի օր ախպերս։ Հազար բարի Գորջան, ո՞նց ես։ Ոնց պիտի լինեմ, Արամն էր եկել։ Պարզա, ասել է Եվայի մասին։ Հա, Հայկո, հիմա դու ասա, հասկանամ ինչ է կատարում։ Ինչ ասեմ, գժված է։ Չգիտեմ ինչա մտքին դրել, ընկած քեզ աման գալիս։ Երևի դեռ չի իմացել, որ Ամերիկայում չես։ Կամ էլ ով ասում է, որ ստեղ չես, ինքը մտածում է խաբում է, որ ձեր քաշի քեզ գտնելու մտքից։ Դու հասկանում ես, չէ՞ ախպերս, որ դժվար չի տեղը ճշտելը։ Վերջը իմանալու է, որ Հայաստանում ես ընդհանրապես գժվի։ Ավելի լավ է մի անգամ զանգես խոսաս հետը, հասկանաս ինչ ա ուզում։ Ես ոչ ուզում եմ տեսնեմ իրան, ոչ էլ լսեմ։ Ու հաստատ իմացի, որ մի անգամ կապի դուրս եկա կրակն եմ ընկնելու հետո։ Մանավանդ հիմա ընդհանրապես պետք չի իր հետ կապի դուրս գալ։ Եթե ինքը մի բանի կարիք ունի, ես կարամ իրան օգնեմ, ու նենց օգնեմ, որ չիմանա օգնողը ով է եղել, բայց կապի հաստատ դուրս չեմ գալու։ Քեզ էլ որ հանգարց տեսնի ու հարցնի, կասես որ գոռը անունդ լսել չի ուզում անգամ։ Հաստատ։ Հաստատ ախպերս։ Սարան գիտի դրա համար էլ հանգիստ գրկում եմ քեզ իր մոտ։ Լավ բրծեք։ Դե հիմա ասեք ինչ ենք անում, տուն ենք գնում, թե… Ես Գորին պիտի տեսնեմ։ Դուք կարող եք առիթից օգտվել ու իրար վայելել, մանավանդ որ պապիկը հանդիպումների է, Ռեբեկան էլ աշխատանքի։ Այդ դեպքում ասա Գորը ուրա, քեզ տանենք իր մոտ, հետո մենք կգնանք։ Չէ, պետք չի, հանգիստ գնացեք, Գորն էսա կհասնի։ Ուրեմն երեկոյան կհանդիպենք։ Հասար։ Գոր դուր հասար, ես գործերս ավարտել եմ ու քեզ եմ սպասում։ Հեսա հասնում եմ։ Անտրամադիր ես։ Ինչի։ Ձայնդ մի տեսակ է։ Հեսա կգամ քեզ կտեսնեմ ավելի լավ կլինեմ։ Գոր, ինձ դեռ շարադրության արդյունքները չեն ուղարկել դպրոցից։ Մտածում եմ կարող է գնանք հարսանեկան մի քանի գնումներ կատարենք, մինչև ուղարկեն։ Շատ լավ միտք է, հեսա ավելի արագ կգամ ուրեմն։
Լավ, դե սպասում եմ։ Ոնց է սիրուն աղջիկ։ Լավ։ Վաղուց չէր եկել։ Ես էլ մտածեցի արդեն Սարայից ձեռք ես քաշել ու գնացել ես տպարանից։ Փաստորեն մտածում ես, որ տենց հեշտ հանձնվողներից։ Հանձնվես թե չէ։ Սարան ու Գորն արդեն իրենց հարսանիքի պատրաստություններն են տեսնում։ Իրականում քո ծրագիրը ոչ թե օգուտ տվեց քեզ, այլ լրիվ դրա հակառակը։ Սարան հիմա քո հանդեպ շատ վատ է տրամադրված։ Ոչինչ։ Ես մի ձև հետը լեզու կգտնեմ։ Արսեն, Սարան այդքան էլ միամիտ չի, ոնց դու ես կարծում։ Առաջ կարող է շուտ համոզվող ա եղել, միամիտ, բայց հիմա չէ։ Գորն էլ կորած մարդ չի։ Փողը մարդուն շատ է փոխում, Արսեն ջան։ Չնայած այդ քեզնից լավ ոչ մեկ չի իմանա։ Բայց ամեն դեպքում զգուշ եղի։ Նենց պահի քեզ, որ Սարոյանի ականջին ոչ մի բան չհասնի։ Սարան Սարոյանի թուլությունն է, հաստատ քեզ չի խնայելու։ Գոր տեսականին ինչ մեծ է, չէ։ Ոնց եմ կողմնորոշվելու, չգիտեմ։ Չես նեղվում, որ հարսի շորով պետքա տեսնեմ քեզ, ասում են դա լավ նշան չի։ Ես նշաններին չեմ հավատում։ Ու հետո, այդ օրը իմն ու քոնն է լինելու, ու ես ուզում եմ, որ ամեն ինչ լինի երկուսիս սրտով։ Այդ թվում նաև զգեստը։ Ինձ համար ամենակարևորը քո կարծիքն է, Գոր, դրա համար ուզում եմ դու էլ հավանես։ Սար, դու ինչ էլ հագնես, մեկը իմ համար աշխարհի ամենասիրուն աղջիկն ես։ Գոր, չգիտեմ առաջինը որն եմ հագնելու։ Ինչ կասես։ Գոր։ Գոր, չես լսում։ Ասում եմ, որը առաջինը հագնեմ, թե դու էլ ես արդեն խճճվել։ Գոր, ինչ ա եղել։ Չէ, ոչ մի բան։ Չես պատասխանելու։ Դրանից հետո ամբողջ կուրսը ծիծաղում էր դասախոսի այդ աղջկա վրա։ Իրանք չէին էլ հասկանում, թե ինչի պատկերացնում ես։ Արման, ինչի ես տենց նայում։ Ինքան էի կարոտել ծիծաղդ։ Հա, իրոք։ Մի բան ասեմ չնեղանաս։ Ասածներիդ կեսը չեմ էլ լսել, ուղղակի անթարթ քեզ էի նայում։ Արման, իրոք ես էլ չեմ հավատում, որ ամեն ինչ արդեն անցյալում է, որ վերջապես հանգիստ ենք, որ հաշտվել ենք։ Ես անընդհատ երազներումս տեսնում էի, որ մենք միասին ենք էլի։ Ու հիմա մտածում եմ, որ այս ամեն ինչի երազներից շարունակությունն է։ Ուղղակի իմ երազներում իրոք ոչ մի խանգարող հանգամանք մեզ էլ չկար։ Մենք իրոք երջանիկ էինք։ Մի մտածի։ Մեզ էլ ոչ մեկ չի խանգարի։ Իրականության մեջ էլ ամեն ինչ կկարգավորվի, այ կտեսնես, ես ամեն ինչ կանեմ։ Ես գիտեմ, որ դու ամեն ինչ կանես։ Ես քո ամեն մի ասած բառին աչքերս փակ հավատում եմ ու վստահում եմ։ Արման, բայց արի ինձ տուն տար, հա արդեն։ Այն ժամանակ տանից դուրս չէի գալիս, հիմա էլ տուն չեմ գնում, չեմ ուզում այդքան կասկածի տեղեկ տամ։ Լավ։ Լավ, բայց ինչ անեմ, որ ճիշտ լինի։ Ահա։ Դե ուրեմն հեռու ես մնում Ռեբեկայից։ Արամ, դու ինձ համար օտար մարդ չես, որ ես աչքս փակեմ քո ապրելակերպի վրա։ Նորից եմ ասում, հեռու է պետք մնալ այդ աղջկանից։ Ու ստեղ սեր խաղալու փոխարեն ավելի լավ է ինչ-որ բան փոխես քո կյանքում։ Ապրելակերպդ վերանայես։ Գոր, դու էլ իմ համար օտար մարդ չես։ Դրա համար հիմա ստեղ բաներ կա, որ չեմ ասում։ Ու ես էլ լակոտ չեմ, որ
ինչ ասես աչքերս փակ անեմ։ Մանավանդ այն դեպքում, որ խոսքը վերաբերում է իմ անձնականին։ Ստեղ խոսքը մենակ քո անձնականի մասին չի։ Այսինքն ստեղ ամբողջ հարցը իմ ապրելակերպն է, հա։ Ես քեզ զգուշացրեցի, ու էլ ավելացնելու բան չունեմ։ Մեկը պիտի խոսամ հետդ։ Գորով է զանգում։ Չգիտեմ, դու նայի ես դրսից պատասխանեմ, որտեվ չեմ հասկանում գրանցված համար չի։ Լավ։ Ալո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կներեք անհանգստացնելու համար մենք հարցում ենք անցկացնում։ Կարող եք ժամանակ տրամադրել։ Կներեք, բայց անհարմար պահի եք զանգել։ Լավ, շնորհակալ եմ։ Խոսքեր չեմ գտնում, դու չքնաղ ես։ Հավանում ես։ Հավանելը որ գժվում եմ կամաց։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Առաքում ունեք։ Հա? Շնորհակալ եմ։ Մաստեր կլաս։ Արդեն հետաքրքիր է։ Ինչ համով հոտեր է գալիս։ Ռեբեկա։ Այս ինչ լավ բան ես մտածել։ Ու ինչ եմ մտածել։ Գիտես, եթե հենց նոր հաց կերած չլինեի, կմտածեի սոված եմ, դրա համար հոտերը այսքան ախորժելի են։ Բայց կապ չունի, որ նոր եմ հաց կերել, հետդ ուտելու եմ։ Իմ համար էլ ես չէ պատվիրել։ Բայց ես ոչ մի բան չեմ պատվիրել։ Բայց ինչ է։ Մեզնից բացի տան ուրիշ մարդ կա։ Չէ։ Դու չես պատվիրել, բայց քո համար եմ պատվիրել։ Ռեբեկա, ես հասկանում եմ, որ դու սիրուն աղջիկ ես, որ երկրպագուներ կարաս ունենաս, բայց ընդհանրապես աղջկա սիրտը գրավելու համար ծաղիկ չէին ուղարկում, բան է փոխվել։ Շատ սխալ տարբերակ են ընտրել սիրտդ գրավելու համար։ Այդ ընդհանրապես քո մասին չի։ Ռեբեկա,
Բայց գիտես չէ, ես եք ուզեի սենց երկրպագ ունենայի։ Այս լրիվ իմ ռոմանտիկան է։ Հələ մի հատ սուս մնա։ Մարդիկ ջղայնացած ժամանակ հիմնականում ախորժակ չեն ունենում, բայց ես հո չէի թողելու, որ դու սոված մնաս, հատկապես, որ իմ սարքասն այդքան հավանելու իր։ Ով է։ Ուր ես գնում։ Ռեբեկա։ Փաստորեն Ռեբեկայի կյանքում մարդ է հայտնվել։ Ված չի։ Երբեք չեմ հասկացել այդ ինչ մոգական ձգողականություն կա այդ սպիտակ զգեստի մեջ, որ բոլոր աղջիկների, այդ թվում նաև իմ երազանքն է դառնում։ Հիմա որ հակա գոր հասկացա, որ իրոք հրաշք է։ Լրիվ ուրիշ զգացողություններ են արցնանում, լրիվ ուրիշ մարդ ես դառնում, ավելի եթերային։ Գիտեմ, ոնց որ հեքիաթից պոկված արքայադուստր լինես, ոնց որ մանկության ֆիլմերում էր։ Անկասկած այդ շորը քո հագին ավելի շքեղ տեսք ստացավ։ Այդ շորն արդեն շքեղ էր։ Ինչ ես ասում։ Ես մինչև չհակար չէի նկատել այդ շորը։ Գոր դու ոնց ես կարողանում ինձ գովելու ձև գտնել, երբ խոսք անգամ չկա իմ մասին։ Որովհետև ես անընդհատ քո մասին մտածում եմ։ Ու լավ կլիներ դու էլ այդքան իմ մասին մտածեիր։ Ու դու դեռ ինձնից բողոքելու տեղ ունես։ Մի րոպե։ Գոր դպրոցից շարադրություններն են ուղարկել։ Գնանք կարդանք։ Գնանք խանութ սկզբից, մի երկու համով բան առնենք, կգնանք տուն համ կսնվենք, համ էլ կկարդանք շարադրությունները։ Ես համաձայն եմ։ Ասա Պուճուր ջան։ Արման չեմ խանգարում։ Դու ինձ երբեք չես խանգարում։ Լսի, մենակ իմանաս ինչ ա եղել։ Չգիտեմ, ծիծաղամ թե ինչ անեմ։ Ինչ ա եղել։ Պարզվում է Ռեբեկան երկրպագ ունի, բայց հեչ դուրը չի գալիս։ Ով ա որ։ Չգիտեմ ով ա, բայց որ իմանաս ինչ ա առաքել մեր տուն Արման։ Ու ինչ։ Քյաբաբ։ Պատկերացնում ես։ Քյաբաբ առաքել մեր տուն, որոշել էր Ռեբեկայի սիրտը քյաբաբով շահեր։ Ուղղակի Ռեբեկան ու քյաբաբը ընդհանրապես չեն համապատասխանում։ Այ հիմա հասկացա։ Այսինքն։ Դե հիմա գնում եմ այդ քյաբաբն առաքողին տեսնեմ։ Դու գիտեիր։ Գիտես ով է այդ տղան։ Հա, ու ասեմ ավելին, ինքը իմ ու Գորի ընկերն է։ Արման, ես չգիտեմ ինչ է կատարվում, բայց ես էլ եմ ուզում հետդ գամ։ Դու գալիս ես ինչ անես։ Դե նախ առաքումից արդեն հետաքրքիր է ով է այդ տղան, ու երկրորդը բա ապագա փեսասա չծանոթանամ։ Դե չգիտեմ Արամին այդ ինչքանով դուր կգա, ինչքան չէ, ախր այդ տղեն հիմա այդքան էլ լավ վիճակում չի։ Բայց կարող է ես իրեն օգնում եմ։ Լավ, չգիտեմ ինչքանով կօգնես թե չէ, բայց որ իմ հետ կլինես, այդ արդեն լավ է։ Պատրաստվի հիմա գալիս եմ հետևիցդ։ Պատրաստ եմ, արի։ Դե գալիս եմ։ Ու ընդհանրապես իմ նյարդերի վրա ահավոր ազդում է, երբ ինչ-որ մեկը անդադար իմ շուրջը պտտվում է։ Իսկ դու կարաս հասկանաս, որ մի օր քո կողքը ինչ-որ մեկը լինելու է վերջապես։ Չէ։ Ռեբեկա, մենք երեխա չենք։ Ու արի կլինի, ես տունտունիկը վերջացնեմ։ Դու շատ պարզ գիտես կամ գոնե հասկանում ես, ես ինչի համար եմ գնում ու գալիս այսքան։ Շատ լավ։ Այդ դեպքում արի հիմա ամեն ինչ պարզ իրար ասենք ու ավարտենք այս ամեն ինչը։ Ես չեմ պատրաստվում ինչ-որ բան ավարտել։ Ռեբեկա, դու ինձ դուր ես գալիս ու շատ։ Ու ես չեմ ուզում, չեմ կարող ու չեմ էլ փորձում քեզանից հեռու մնալ։ Ես չգիտեմ ինչ կլինի հետո, բայց չի բացառվում, որ կարողա ու սիրահարվեմ քեզ։
Ծաղրում ես։ Չէ, իսկ դու որտեղ տենց բան նկատեցիր։ Ու իրան ինչ հատվում, որ ես ուտելիքը ուղարկեց, ուրեմն ես պետք է մոռանամ այն ինչ արել ա։ Չեմ կարա տանեմ հետ տան, չեմ ուզում դեմքը տեսնեմ։ Այ Ռեբեկա արդեն գժվա այս ուտելիքի հետ է սկսել խոսալ։ Աղցանը պատրաստ է։ Դու էլ ոնց որ բաժակներն ես, հա, լցնում։ Սառ, բայց մտածում եմ մի տեսակ արդար չի, բոլոր երեխեքն են մասնակցում են, մենք էլ ի սկզբանե գիտենք ով է հաղթողը։ Կարող է հենց անենք մի քանի հատ էլ խրախուսական ինչ-որ նվերներ տանք երեխեքին։ Գոր ես էլ եմ գիտես դրա մասին մտածել։ Գոր ես այնքան անհամբեր եմ, սպասում եմ երբ եմ կարդալու այդ շարադրությունները։ Ինձ իրոք հետաքրքիր է այդ տարիքի երեխաներն ինչի մասին են երազում։ Օրինակ դու 9-10 տարեկանում ինչի մասին էիր երազում։ Ես տենց աղոտ հիշում եմ, գիտես, դե ինչ պետք է երազեի, երազում էի հեծանիվ ունենայի կամ մեքենա, իդեպ ես մեքենաների մեծ հավաքածու ունեի, էդ իմ տարերքն էր։ Գոր մինչև այդ դեպքը վարել սիրել ես, դե մարդիկ կան ում համար հոբբիի պես բանա չէ դա։ Սիրել են խոսք չի սառ, գիտես ինչ կարգի, սպասում էի բոլորը քնեին, պապայի մեքենայի բանալիները վերցնում էի ու գնում էի գիշերով վարելու։ Ու տենց իմ ամենամեծ սերը դարձավ իմ ամենամեծ վախը։ Դե դա էլ է ժամանակի հարց։ Դե լավ, տխուր բաներից չենք խոսում։ Արի, խմենք։ Սա էլ ապագայի կենացը։ Ոնց ասես։ Բարև ձեզ։ Բարև։ Ես Էլկան եմ։ Արմանի ընկերուհին ու Ռեբեկայի քույրը։ Չէ, դու մի անհանգստացի։ Դու այնպիսի քայլ ես արել, որ արդեն ունես քո պատվավոր տեղը իմ սրտում։ Հոգում։ Դե նկատի ունեմ կարգին տղա ես էլի։ Կարելի է, չէ՞ ներս գալ։ Շնորհակալություն։ Ես հաստատ Ռեբեկայի քուրն է։ Զարմանալի է, բայց փաստ է։ Ինչ ասեմ, բաժանալ ջան։ Գոնե քո դեպքում բախտդ բերել է։ Բարի։ Մի խոսքով ախպերս, այդ ամեն ինչից հետո Էլկայի աչքն ես մտել։ Ու այդ քո համար շատ մեծ պլյուս է։ Կներես, որ քո հետ սենց անմիջական եմ խոսում, ուղղակի Արմանը ճանապարհին այնքան քեզանից պատմեց, ինձ թվում է արդեն 1000 տարվա ծանոթներ ենք։ Էլկա ջան, դու ոնց կարաս տենց խոսա։ Սիրտդ ոնց ուզում է, այ տենց։ Մի կողմից էլ կարող է շատ լավ է, որ դու եկել ես ու ինձ վերջապես կարաս հուշես։ Ինչ անեմ ես քո քրոջ հետ։ Դե այդ շատ բարդ է։ Ռեբեկան մի քիչ անկախատեսելի է, մի քիչ կոպիտ է։ Դու պետք է դեմքը տեսնեիր, որ առաքումը տեսավ։ Բա ախպերն ախպորը տես բան չի ուղարկում։ Այդ ինչի՞ց էր դժգոհ որ։ Այստեղ են ավելի շատ իմ հետ արյունակցական կապ ունի, քան Ռեբեկան։ Ինչ որ մեկին սպասում ես։ Չէ, երևի գորնա, մենակ գորնա գալիս ես տուն։ Ռեբեկան է։ Ոնց Ռեբեկան է։ Կարող է փոշմանելա ու եկելա որ խոսանք։
Չբացես հանկարծ Արամ, խնդրում եմ քեզ աղաչում եմ դուրը հանկարծ չբացես, հա։ Բայց չկա։ Եթե հանկարծ դուրը բացես, Ռեբեկան գա ինձ այստեղ տեսնի, ես չգիտեմ ինչ կլինի, խնդրում եմ, էլի, շատ եմ խնդրում մի բացի դուրը։ Էլկա կարող է այդպես մարդկանց հաշտվելու միակ շանսն է։ Հա, բայց ես ինչ անեմ, պատկերացնում ես, հանկարծ Ռեբեկան գա ինձ այստեղ տեսնի, կսպանի ուղղակի Ռեբեկան ինձ։ Ինչ անեմ։ Չգիտեմ։